Հոգևորականների ձերբակալությունները կապ չունեն կրոնական գործունեության հետ։ Դիտենք CBN-ի ռեպորտաժը։ Armenia has long prided itself on being the world's Քրիստոնեական հեռարձակման ցանցը CBN-ը ռեպորտաժ է պատրաստել նոյեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած աղոթքի նախաճաշի վերաբերյալ։ Հաղորդավարի խոսքով վերջերս ամերիկյան մեդիա ոլորտի ներկայացուցիչներից մեկը Թաքեր Քարլսոնը Հայաստանի կառավարությանը մեղադրում էր քրիստոնեության դեմ արշավի համար, սակայն գործակալության լրագրողը հայաստանյան այցի շրջանակում յովին այլ պատկերի է ականատես եղել։ Չնայած հնչող մեղադրանքներին եկեղեցիները բնականon գործում են, պաշտամունքի որևէ խոչընդոտ չկա, իսկ հոգևոր առաջնորդները նստած են բարձրաստիճան պաշտոնյաների կողքին, նշում է լրագրող Չակ Հոլթոնը։ Երևանում նա հայ փորձագետների հետ զրուցել է հայաստանյան զարգացումների եւ ձերբակալված հոգևորականների վերաբերյալ եւ ընդգծում է, որ ձերբակալությունները որևէ կերպ կապված չեն նրանց կրոնական գործունեության հետ։ Նրանցից երկուսը զբաղվել են քաղաքական գործունեությամբ։ Նրանցից մեկը զինվորականներին կոչ է արել հեղաշրջում իրականացնել։ Մյուսը կազմակերպել է ընդդիմադիր շարժում։ Հայաստանը փորձում է դառնալ ավելի ինքնիշխան, ինքնուրույն դիվանագիտություն վարել, սակայն այդ ամենը Ռուսաստանին դրդում է ավելի ակտիվ խառնվել Հայաստանի գործերին։ Ըստ ռեպորտաժի այս քաղաքական բախումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը փորձում է ազատվել տասնամյակներ շարունակվող ռուսական ազդեցությունից։ Ամերիկացի որոշ քրիստոնյա առաջնորդների կարծիքով եւս Թաքեր Քարլսոնի եւ այլ գործիչների կողմից Հայաստանին ուղղված մեղադրանքները ոչ միայն սխալ են, այլև ծառայում են Ռուսաստանի շահերին։ Երբ ես հրավեր ստացա, ընկերներս սկսեցին հոդվածներ ուղարկել եւ ասել. «Արդյոք չգիտես, որ Հայաստանի վարչապետը պատերազմ է վարում քրիստոնեության դեմ»։ Ես ուսումնասիրում էի այդ նյութերը եւ հետո վստահելի մարդկանցից տեղեկացա, որ քրիստոնեության դեմ ոչ մի պատերազմ էլ չկա եւ որոշեցի գալ։ Մի քանի օր նրա հետ անցկացնելուց եւ անձամբ հանդիպելուց հետո հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի մեջ չէ քրիստոնեության հետ։ Նա ցանկանում է անել այն, ինչ պետք է անի համաձայն քրիստոնեական սկզբունքների եւ հետեւելով աստվածաշնչյան սկզբունքներին։ Նա ինձ շատ է տպավորել։ Ամփոփելով ռեպորտաժը լրագրողը նշում է, որ հարևանների հետ բարդ հարաբերությունների եւ միասնությունը թիրախավորող ապատեղեկատվության պայմաններում Հայաստանի ամենամեծ մարտահրավերներից մեկը կյանքի եւ ընտանիքի մշակույթի վերականգնումն է։ Քրիստոնեական հեռարձակման ցանցի հաղորդավարներն իրենց հերթին նշում են, որ քրիստոնեության դեմ հարձակումների վերաբերյալ կեղծ լուրերը վերջին շրջանում ակտիվացել են եւ Հայաստանը բացառություն չէ։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։